Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի պատվիրակությունը Էստոնիայի մայրաքաղաքում մասնակցել է համաշխարհային կինո արդյունաբերության հերթական խոշոր միջոցառմանը Տալինի միջազգային 29-րդ կինոփառատոնին։ Կինոփառատոնի արդյունաբերական հարթակը Հյուսիսային Եվրոպայում ամենամեծն է, իսկ նախկին ԽՍՀՄ տարածքում միակն է, որ ճանաչվել է ԱԴԱՍ-ի ֆիլմ արտադրողների ազգային ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի կողմից։ Միջոցառման շրջանակներում ներկայացվում են այն ֆիլմերը, որոնց հետ Էստոնիան ունի համատեղ արտադրողի կարգավիճակ։ Հայկական կինոյի միջազգայնացման ճանապարհին, որի սկիզբը դրվել է Գագիկ Ծառուկյան հիմնադրամի հետ ստորագրված հուշագրով, ընթանում ենք այդ ճանապարհով հայկական կինոյի միջազգայնացման, հայկական խաղարկային կինոյի իզոլացումից հայկական կինոն անջատելու եւ միջազգային ինտեգրման ճանապարհով։ Սա չափազանց կարևոր միջոցառում է մեզ համար։ Միջոցառումների ծրագրերից մեկում ներգրաված է նաեւ հայ-էստոնական վերաֆիլմը։ Տեղի կունենա վերաֆիլմի շնորհանդեսը, ֆիլմը կներկայացնեն հայ եւ էստոնացի պրոդյուսերները, ներկա կլինեն նաեւ ֆիլմում ներգրաված էստոնացի դերասանները։ Վերա, ասում սեմեգ նստա ամիրին էտքինի, բայց դա պոմուշուց ստաց։ Վերաֆիլմն Արցախի շրջափակման 206-րդ օրը տեղի ունեցած ողբերգության մասին է։ 2023-ի հուլիսին հումանիտար աղետի մեջ ապրող արցախցիներն ու ամբողջ հայությունը լսեցին ահասարսուռ բոթի մասին։ Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից 30-ամյա Վերա Նարիմանյանը 3 եւ 6 տարեկան տղային ու աղջկան թողել էր տանը քնած ու ոտքով շտապել Մարտակերտ երեխաների համար սնունդ հայթայթելու։ Մոր տնից դուրս գալուց հետո երեխաներն արթնացել են եւ քայլել նրա հետևից։ Սննդի պակասից եւ քայլելուց հոգնած երեխաները ճանապարհին կայանած մեքենայի մեջ քնել են։ Փոքրիկները հայտնաբերվել էին մահացած։ Հումանիտար աղետի հետևանքների մասին այս դրվագը կինոգործիչները ցանկանում են պատմել աշխարհին։ Ֆիլմը վերնագրվել է ողբերգության զոհ դարձած երեխաների մոր անունով՝ Վերա։ Վերայի հեղինակները Տալինում հանդիպել են ֆիլմերի վաճառքի գործակալների, փառատոնների ծրագրավորողների հետ։ Ֆեդերացիայի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Էստոնական կինո ինստիտուտի Տալինի արդյունաբերական հարթակի ղեկավարների, Վերայի դերասանական ու ստեղծագործական կազմի էստոնացի ներկայացուցիչների հետ։ Հայկական Enso Films եւ էստոնական Cuba Films ընկերությունները կնքել են պայմանագիր։ Կինո արտադրությամբ զբաղվող հայկական Cuba Films Էստոնիա ընկերության ծրագրի համակարգող ու պրոդյուսեր Մարիամ Ոսումեցը, որն ամռանը հյուրընկալվել էր Հայաստանում միջազգային փառատոնի շնորհավորական ուղերձ եղել Գագիկ Ծառուկյանին։ Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի ծրագրերին աջակցելու հայկական կինոյին սատարելու համար Ոսումեցը հաջողություններ է մաղթել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման պատմական առաքելության կյանքի կոչմանը։ Թանկագին պարոն Ծառուկյան, մեզ համար անչափ հաճելի է Տալինում ընդունել Հայաստանի մեր գործընկերներին։ Մենք կտրուկ առաջընթաց ենք գրանցել Վերա կինոնախագծում, որտեղ էստոնական կողմի ներգրավվածությունը ու նաև պարտավորությունները շատ մեծ են։ Ցանկանում եմ հայտնել ձեզ իմ սրտանց շնորհակալությունը այն աջակցության համար, որ ցուցաբերում եք մեր այս համատեղ կինոնախագծին։ Ավելի քան համոզված եմ, որ այս ֆիլմը դառնալու է երբևէ ստեղծված լավագույն հայկական կինոֆիլմերից մեկը։ Հույս ունեմ կրկին հանդիպել ձեզ մոտ ապագայում։ Կլինի Երևանում, թե Տալինում կամ որևէ մեծ եվրոպական կինոփառատոնում։ Այս տարվա ապրիլին Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ու ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիա հասարակական կազմակերպության կնքած համագործակցության հուշագրի շնորհիվ հայկական մի շարք կինոնախագծեր բեկումնային զարգացում գրանցեցին միջազգային կինո արդյունաբերական հարթակներում։ Մայիսին հեռանկարային 6 կինոնախագծեր շնորհանդեսներ ունեցան Կաննի կինոշուկայի ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարում, որոնցից 3-ի համար կնքվեցին համատեղ արտադրության պայմանագրեր։ Օգոստոսին եւ սեպտեմբերին նախագծերը ներկայացվեցին Վենետիկի կինոարտադրողների ոսկե ակումբում։ Ինչպես Կաննում եւ Վենետիկում, Տալինում եւս կինո արդյունաբերության պրոֆեսիոնալներին է ներկայացվել Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը։ Պետք է ասեմ, որ արձանի գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացնում կինոարտնաբերողների մոտ, եւ մենք ունենք առաջարկներ արդեն ոչ միայն արձանի մասին տեղեկատվության տարածման, այլ նաեւ Հայաստանում տուրիզմի եւ Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ մի շարք առաջակարգ մասնագիտական գրասենյակների կողմից առաջարկներ, ինչպես ներկայացնել Հայաստանը աշխարհին եւ այդ լույսի ներքո ինչպես ներկայացնել աշխարհին Հիսուս Քրիստոսի արձանի ստեղծման գաղափարը։ Այս ամենը մենք հավաքագրելու ենք եւ ներկայացնելու ենք ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի գլխավոր հովանավոր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին անմիջապես Երևան վերադառնալուց հետո։ Եվ կարող եմ գաղտնիք բացել, մենք ունենք առաջարկներ մի շարք աստղերից, այսինքն մենք ունենք համաձայնություն մի շարք բարձրակարգ կինոաստղերի, որոնք նույնպես հետաքրքրված են գաղափարով։
Համաշխարհային կինոինդուստրիայի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել նաև 2026-ին այցելել Հայաստան եւ հատիսի գագաթին մասնակցել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինարարական աշխատանքներին։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն,